2009 թվականի մայիսին մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովում նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը իր կամքից անկախ բացահայտում է, որ ընտրություններից հետո ժողովրդի բողոքը լռեցնելու նպատակով ստեղծվել է հատուկ շտաբ։ Անօրինական այս կազմավորումը ղեկավարել է Ռոբերտ Քոչարյանը, անդամներ են եղել այն ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանը, ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը, ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը, փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը, Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը։ Ահա ոչ լրիվ ցանկն այն մարդկանց, ովքեր 2008 թվականին դեռևս ընտրությունների արդյունքների վիճարկման ընթացքում ռազմական միջամտությամբ յուրացրել են պետական իշխանությունը։ Որ խանութների թալանը սկսվել է Ռոբերտ Քոչարյանի ուղղակի կամ անուղղակի հրահանգով, որ կազմակերպված է եղել նախապես եւ որ դրան բացառապես սադրիչներ են մասնակցել, հաստատվում է 3 փաստով։ Քրեական գործի նյութերից տեղեկանում ենք, որ թալանված խանութները նկարահանվել են 16 հսկիչ տեսախցիկներով, որոնց արձանագրումները սակայն այդպես էլ չեն հայտնաբերվում եւ չեն դառնում քննության առարկա։